ձայնագրությունը հայտնվել հենց նոր ցանցում, որտեղ Նաթան arczepiskopos Հովանեսյանը զրուցում է կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան Աբեղա Երնջակյանի հետ 2023-ի հոկտեմբերի խոսակցությունն է ու մակագրված է այսպես կաթողիկոսը եկեղեցականներին ստիպում է ընտանիքի հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին, եթե հենց հիմա լսենք այս ձայնագրությունը, ինձ գրել են րոպե 50 վայրկյանից լսենք ենթադրաբար Ասենք վաղը դնում են քննելու քո հարցը ես կարգապահական հարց չեմ ունեցել ես դիմում չէ մի րոպե կարգապահական հաստատումը այդեն չի որ կարգապահական հարց կա բայց եթե որևէ մեկը դիմում է նույն բանի մենք ուզում ենք հանդիպել իմանանք պատճառը գուցեև կարելի է չեղարկել այդ որոշումը պատճառը սրտազանայր ուրեմն բեսպրեձելությունն է, բեսպրեձել որոշումներ կայացնելն է, X պահի ուղղակի ասել, որ ես ասենց եմ ուզում դա իմ իրավունքն է եւ իմ իրավունքը իրացնեմ, մեկ սա, այսինքն ինչ է նշանակում ուզած պահի, ուզած նշանակում անել եւ ասել ատենց է, ես ինչ եմ մատուր նշանակվել Ես վանաձորում մատուր եմ նշանակվել, դուք գիտեք, Ստեփուս Սրբազանի թաղմանը գնացել եք, այդ բակի Սուրբ Սարգիս մատուրն եմ նշանակվել, այս եկեղեցում իմ համար ուրիշ տեղ չկար, ես ընդեղ պիտի գնամ ծառայել, Երկրորդ, կաթոլիկոսը ինձ ասում է, ընտանիքի անդամներին ինչի չես վերցնում գնաս միտինգ անես Նիկոլի դեմ, Նիկոլի հետն եմ շուն դառնա Ինչպիսի աստվածավախ խոսքեր Բայց ինքը որևէ մեկը իրավունք չունի իմ ընտանիքի անդամներին որևէ ակնարկ անի իրավունք չունի ես թույլ չեմ տա որևէ մեկը ընտանիք բառ ասեց ես շատ կոպիտ եմ այլևս արձագանքելու եւ ոնց որ արձագանքել եմ եւ որպեսզի ես ճիշտ հասկանամ Կաթոլիկոսը ինձ ասեց Նիկոլը մեղքի խորհրդանիշն է, ով որ մեղքի դեմ, այն եկեղեցականը, որ մեղքի դեմ չի պայքարում, նա եկեղեցականի կոչում չունի։ Այո, ես եկեղեցականի կոչում չունեմ, որովհետև իմ կոչումը Նիկոլի կամ Ֆալանի Ֆաստանի դեմ պայքարելը չի։ Ես եկեղեցական չեմ դառել, որ ինչ-որ մեկի դեմ պայքարեմ։ Ու փառք Աստծո, որ մեղքի դեմ պայքարել չգիտեմ, թե չէ վաղուց շատերի մեղքի դեմ կսկսեի պայքարել։ Փառք Աստծո, որ չգիտեմ մեղքի դեմ պայքարել։ Եղավ բալես, հիմա նայիր դες, դու կարող ես ամենայն դեպս միտքդ փոխես, չանես այդ բանը։ Իմ դիմումը սրտազանայր, ում է ուղղված։ Ինչ է։ Հաճույքը ես եմ քեզ հետ խոսում հիմա։ Հա, Ստեփան ջան, ինչ է ինքը։ Ես գիտես, ես որևէ մեկի կողմից լիազորբանով չեմ, ուղղորդությամբ չեմ խոսում։ Ինքը ձեր անձի նկատմամբ հարգանքը իմ կողմից այնքան է, որ դուք ում կողմից ուզում եք խոսացեք, ես ձեր հետ լիազոր։ Չէ, բավարար, գիտես, ես իմ կողմից եմ խոսում։ Բայց մի վարքան էլի, այս պահի դրությամբ արձանագրենք, որ Աբեղա Երնջակյանը պնդում է, որ կաթողիկոսը իրան ասել է, որ պետք է ընտանիքը վերցնի ու գնա Նիկոլի դեմ պայքարի միտինգներին։ Ու հետո էլ ու նախ ակնհայտ է, որ Աբեղա ինչան Երնջակյան ակնհայտ է, որ ինքը առանձնապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական աջակիցը չի։ Հա, բայց առնվազն բանել չի, քաղաքականացված էլ չի։ Ու եթե ես ճիշտ հասկացա, ինչ ասեց, ասում է կաթողիկոսն ինձ ասեց Նիկոլը մեղքի մարմնավորումն է, խորհրդանիշն է, ով չի պայքարում մեղքի դեմ եկեղեցական չի։ Այսինքն ասում է կամ պետք է ընտանիքիդ հետ գնաս միտինգի, կամ դու եկեղեցական չես։ Ու ես եթե ճիշտ եմ հասկանում, ինչ է, ես եթե ճիշտ եմ հասկանում, այս զանգը, այսինքն Նաթան Սրբազանը ասաց, ես կարգապահական հարցերով եմ հիմա զբաղվում։ Այո։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, այս Աբեղայի վերաբերյալ ինչ-որ կարգապահական վարույթ կա։ Կամ էլ Աբեղան բողոքում է, ասում է ինչ եք ինձ վատ եք ուղարկել, վատ մատուր։ Այո, վատ մատուր։ Ну մատուր եք ուղարկել, էլի, ես այդ։ Այսինքն կարևոր տեղ չի, հա։ Դե դիժանը լսենք։ Դու վերջնական այդ որոշումը։ Ես ընտանեկան կարգավիճակի հարց ունեմ։
ինձ 200 կիլոմետր իմ տնից հեռու նշանակում են։ Եթե ես իմանամ դրանից հայ եկեղեցին տրգվելու է, Հələ մի պաուզա կտաս։ Այսինքն, ես եթե ճիշտ եմ հասկանում, ինքը ասում է, ես չեմ գնացել այդ միտինգներին, դրա համար ինձ տարել հեռու են նշանակել 200 կիլոմետր հեռու են նշանակել շարունակ։ Բայց եթե ես իմ մորը եւ ընտանիքի պիտի թողնեմ եւ գնամ Վանաձորում ապրեմ զուտ նրա համար, որ մի մարդ այտենց է ուզում եւ իմ կյանքում դիսկոմֆորտ է ուզում, ես չեմ ուզում։ Ես չեմ ընդունում այդ դիսկոմֆորտը իմ կյանքում։ Ես ծառայում էի եւ լավ էի ծառայում։ Շատ լավ էի ծառայում։ Ինչի համար են ինձ տեղափոխում։ Դրանից հայ եկեղեցին, եթե ես օրինակ Թեղենիքում կամ Մայրաթորում կամ Ֆլանում ծառայի, Երևանում ծառայի, դա Հայր Պողոսը Երևանում ծառայում է։ Այդ ի՞նչ է, ինքն էլ է հարսուկ, ես էլ եմ հարսուկ։ Մի օր թող ասեին հարսուկ ջան, ընտանեկան կարգավիճակում ես, այդ ընտանիքի դու ես պահում, ֆինանսապես դու ես օգնում։ Այդ որ քեզ անընդհատ ճնշում ենք, դա ճիշտ չի։ Դա ճիշտ վերաբերմունք չի։ Թող նշանակեն Երևան։ Ինչի՞ չեն նշանակում։ Այսինքն կոտայք 500 հոգանոց 500 գյուղացի ուներ այդ գյուղը։ Թեղենիքը 500 հոգանոց գյուղ էր։ Այդ էլ եթե ինչ չի տրվում, ուրեմն շնորհքով ասեն դուրս արի եկեղեցի։ Եթե այդ էլ իմ համար շնորհ։ Շատ Իմ համար կոմֆորտ ենք անում, որ ես իմ ընտանիքին մոտ էի։ Հասկանում եմ։ Իմ մայրը մենակ է, ոնց դիվին։ Ինչի համար ենք մենք ընտանիքով ինչի համար է դրա միջով պիտի անցնենք, ինչա թե մի հոգի նստած մենք որոշում ա կայացում, որ դիտավորյալ դիսկոմֆորտ լինի։ Դիսկոմֆորտ, ես չեմ ընդունում այդ դիսկոմֆորտը։ Լավ, այսինքն որոշումը լրիվ վերջնական է։ Իմ դիմումը ուղղված է կաթողիկոսին։ Կաթողիկոսը խուսափում է, ինքը ինձ կանչի եւ խոսի։ Ինքն է որոշումներ կայացրել, ինքը թող կանչի խոսի։ Որովհետեւ անցելիքներ ունեմ։ Ամեն պարագային ես ուզեցի հետդ խոսեմ, տեսնեմ կարելի է ամենայն դեպս Այս պայմաններով ոչ առաջինն եւ ոչ էլ վերջինը ցավոք։ Ես ուղղակի գիտես շատ ցավում եմ։ Իմ համար էլ է ցավալի, բայց ես թույլ չեմ տա։ Գոտկատեղից ներքև ճիշտ չի իջնել։ Եվ ինչ-որ հանձնարարություններ տալ։ Հարցեր կա, որոնք սահմանը պետք չի անցնել։ Ինչ է նշանակում, մորս 6 օր գնա Նիկոլի դեմ։ Նիկոլի հերը շուն դառը, իմ մերը խաղալի կա, ինչ է։ Այդտեղ են զոհված, ինքը վիշտը ստիպը պիտի գնա Նիկոլի դեմ բան անի, ցույց անի, ինչա թե կաթողիկոսը տեսնի ուրախանա, հրճվի։ Ոնց են մորս կաշկշում ոստիկանները։ Եվ այդ հանձնարարությունը չանելը նշանակում է անհնազանդություն։ Հələ մի պաուզա կտաս։ Այսինքն ենթադրում եմ իր եղբայրը զոհված է, հա, ճիշտ հասկացա, որտեղ ասում եմ մորս տղան զոհված է։ Դե զոհված, հա, չգիտենք ինչ հանգամանքներում, բայց ըստ երևույթին։ Ընդ որում, բայց էլի ակնհայտ է, որ այս աբեղան ընդդիմադիր է իրականում։ Հա, առավել քան։ Հա։ Բայց մեկը իրաց ստիպում են գնալ միտինգի։ Հալո։ Լսում Այո։ Հայրենին վաղը կանչենք։ Աղանին։ Չի գա։ Չգիտեմ չի գա, բայց հա, ես ուղղակի հարցնում եմ այդու բան չլինի։ Իսկ Թիլիկյանին Ես խոսել եմ հետը, չի գա։ Քրիստիանին կանչեք կուզես, թող գա մի հատ, ես թողա update անի իր վիճակը։ Աղանին պետք չի խոսել եմ, վաղը կասեն ինչ է։ Գրիգոր Հովսեփյանին էլի չի կանչել է, իրանք համաձայնվել են, ասում եմ ես իմ իմացածով դուք Մուշերկազան ինքը վեհիմոտ համաձայնվել Արմավիրի թեմ։ Ասեց ինձ էլ բան արեք, տեսեք կամ արմավիր կամ կոտայք, տեսքան դրա վատեն Բատենա որ բան չունենք, սպազան ջան, ինչ կա էլի, ինքը մնում է օթի մեջ, այսինքն մեծ ժամանակ չի երևում, որ ինքը թեմա, կամ տիմյա տնօրինություն սարքենք, որոշենք, կամ տեսնենք, Դե ես հիմա Իսում է։ Այս երկրորդը չգիտեմ, բայց ուրիշ մարդու հետ արդեն խոսում Նաթանը։ Չի անում, իտոգում ով է մեղավորը, մնում ես։ Իտոգում։
Ինչպեսի աստվածաշնչյան բառապաշար։ Մաքուր։ Գիտենք, լավ։ Մեղքի դեմ պայքարող մարդկանց խոսույթ է իսկական։ Այն որ բան են, չէ, ասում են այն որ լսում էի այդ կալանավորված զարմիկը կտրիչի, ինչ մի քանի ամիս առաջ բան արել Ինտերվյու ա տվել։ Չէ, եկեղեցում քարոզ էր կարդում, քարոզի մեջ ասում էր. «Ում է պետք այնպիսի Հայաստանը, որտեղ հայերեն չեն խոսում, որտեղ Մաշտոցը մոռացում է, չգիտես խի ով ասեց որ Մաշտոցը մոռացում է կամ ինչի հայերեն չեն խոսում, բայց իրանց հայերենը եւի իտոգումն է, բայց լավ, այդ թողենք մի կողմ, իտոգումը բեսպրեդելը բան տենց։ Բայց լավ, ես ապշած չեմ այս ձայնագրությունից, որտեղ Ընդհանրապես։ շատ սպասելի էր, բայց փաստորեն հիմա որպես փաստ կա, չնայած ենթադրում եմ կասեն արհեստական բանականությամբ հասարակալ։ Կփորձեն առնվազն Բայց իրականում ստուգելու ձև կա, եթե ես չեմ սխալվում կան ձևեր։ Իհարկե կա, բայց սա խայտարակություն է արի արձանագրել։ Դե այսքան ապացուցվեց այն ինչի մասին խոսում ենք, էլի։ Խայտարակություն է ուղղակի, այսինքն կաթողիկոս իր գավազանակրին ասում է։ Չէ, հիմա գաղազանակիրը չի ոնց որ։ Այդ ժամանակ ըստ երևույթին։ Չէ, աբեղա էր, բայց լավ կարևոր չի Դե մի գաղազանակիրը խոսքով հոգևորականի, ուսակրոն հոգևորականի աբեղայի ասում է կամ մորդ կվերցնես կգնաս միտինգի կամ սենց չի կամ ու ընդ որում ակնհայտ է որ աբեղան հիացած չի Նիկոլ Փաշինյանը։ ակնհայտ է, գերակնհայտ։ Բայց ինքը չի ուզում միտինգի գնա։ Ինչ է ստիպում։ Չէ, ու հետո էլ որ ասում են, չէ, ասում են դա բան չի, այսօր էլ մի քանի հատ բան նայեցի, ինտերվյու նայեցի, փաստաբաններն ասում են, հա բայց դա ընդամենը կար հորդոր լիներ, կոչ լիներ։ Բայց սա սպառնալիք է, ասում չգնաս։ Սպառնալիք է, ու սա իդեպ կյանքի կոչված սպառնալիք է։ Փաստացի չի գնացել, իրան տեղափոխել են 200 կիլոմետր հեռու գտնվող մատուր մարդը դրանից դժգոհ է իր աշխատանքային պայմանները, իր ծառայության, լավ, sense չվիրավորենք հանկարծ, իր ծառայության պայմանները վատացել են։ Բայց դու հասկանում ես, չէ՞, ու ինքը ինչ է ասում։ Ասում են Նիկոլ Փաշինյանը մեղքի խորհրդանիշն է։ Բայց ինձ դուր եկավ այս տերաղանի պատասխանը, որ ասում է շատ լավ է, որ ես մեղքի դեմ պայքարել չգիտեմ, թե չէ ուրիշների մեղքի դեմ կսկսեի պայքարել։ Իհարկե դու հիմա կասես, բայց ես ենթադրություններ ունեմ, թե այդ ում մեղքի դեմ պիտի պայքարել։ Ու գիտես ինչն է այս իրավիճակում, այսինքն դե պարզ է, չէ՞, ով է Կտրիչ Ներսյանը։ Ամեն ինչ պարզ է, այստեղ քննարկելու բան չկա։ Ընդհանրապես։ Բայց գիտես ինձ ինչն է նաև ապշացնում այս լիակատար երեսպաշտությունը, որ տիրում է մեր ընդդիմադիր դաշտում, նայ, բոլորը գիտեն, որ Կտրիչ Ներսյան ուխտազանց է։ Բոլորը գիտեն, որ ինքը ունի դուստր։ Ասեմ ավելին, բոլորը գիտեն այդ դուստերը անունն էլ գիտեն որտեղ է աշխատում, գիտեն ինչ ունի որտեղ։ Դրա մասին հրապարակում կա հետ։ Այո, բոլորը գիտեն, ընդ որում ստեղ ասենք էլի որ դուստերը որևէ բանում մեղք չունի։ Ընդհանրապես իր կյանքը Աստծո պարգևն է իրան, ոչ մի խնդիր։ Բայց նկատեմ, բոլորը դա գիտեն, բոլորը։ Այո։ Կտրիչ Ներսյանը ինքը չի հերքում դա, որտեվ ինքն էլ գիտի, որ ինքը դուստր ունի։ Այո։ Իր շրջապատը գիտի, որ ինքը դուստր ունի։ Բոլորը գիտեն, որ Կտրիչ Ներսյանը այսինքն անթակույց քաղաքականությամբ է զբաղվում արդեն քանի տարի է։ Բոլորը դա գիտեն։ Բոլորը գիտեն, որ ինքը հորդորում է հոգևորականների, այսինքն այս զայնագրությունը մեզ պետք չէր դա իմանալու համար։ Մենք գիտեինք դա։ Ակնհայտ էր դա։ Այսինքն նույն Արշակը չէր իր գնում բաներին, ասենք, ինչ անունը, հանրահավաքներին, ինչ որ անդիմադիր տեքստեր ասում, չնայած Արշակի դեպքում վստահ եմ որ չի ստիպել։ Բայց առնվազն հորդորել է կամ հորդորելու կարիք էլ չի եղել։ Բոլորը սա գիտեն ընդդիմությունից, էլի։ Արշակին ուղղակի ящիկի համար բենզինի չեկա տվել։ Էլի, արի սպեկուլյացիաներով չզբաղվեն։ Բոլորը սա գիտեն, բայց միևնույն ժամանակ այդ բոլոր ընդդիմադիրները, չէ, դա իմանալով, իրանք կարողանում են ասել այս իշխանությունը հարձակվում է եկեղեցու դեմ, սա հակաեկեղեցական արշավ է, Ազատություն ռադիոկայանը ընդեից կամ TV5-ը, այդ պրոմիութենական կայքերը, հա։ Չէ, հա, պրոմիութենական կայքերը։ Հա, ընդեղից բան իշխանության հակաեկեղեցական արշավ, այսինքն ի՞նչն է ստիպում մարդուն, որ ինքը գիտի, որ կաթողիկոսը ունի զավակ, ասել, որ երբ որ մեկը բարձրացնում է այդ հարցը, ինքը հակաեկեղեցական արշավ անում։ Երկու բան կարա ստիպի, կամ փողը, կամ համատեղ ծառայությունը օտարերկրյա
Հատուկ ծառայություններում երկու բան, սրանից ավել բան չկա, որ կարա դա ստիպի, չկա։ Քաղաքական շահ, Չկա այդպիսի քաղաքական շահ։ Չկա որ։ Չկա այդպիսի քաղաքական շահ, որը եթե փողը դրանում ներգրաված չի, այդ քաղաքական շահը պնդի, որ դու ասես մի հատ ապուշություն, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 100%-ը գիտի, որ ապուշություն է։ Բայց ես կարծում եմ, դու չափազանց լավ կարծիք ես իրանց մասին, որտեվ ես վստահ եմ, որ իրանք իրոք կարծում են, որ իրանք այդ ապուշությունը որ ասում են, մեր ժողովուրդը չի հասկանալ, որ դա ապուշություն է, որտեվ իրանք մտքում իրանք ինչ են։ Ըստ էության իրանք ինչ են անում։ Sense տերմին կա, բան, Ջորջ Օրվելի 1984-ից։ Double think, հայերեն կրկնակի մտածողություն։ Երբ որ բոլորը գիտեն, որ մի բանը սենց է, բայց իրանք կարան դրան հակասող բան ասեն միևնույն ժամանակ։ Այսինքն կրկնակի իրար հակասող բան միաժամանակ։ Հիմա իրանցն է, որ բոլորը Հայաստանում բոլորը գիտեն, որ կտրիչ ուխտազանցը, որ Գարեգին B Քոչարյանը սերը ուխտազանցը, բոլորը դա գիտեն, բոլորը գիտեն, որ իր մեջ առանձնապես ինքը տոգորված չի աստվածաբանությամբ, չգիտեմ, սրբությամբ, հավատքը իրան այդքան չի հետաքրում, որովհետև եթե հետաքրեր չգիտեմ, Քոչարյանին ավելի շատ չէր սիրի, քան մյուսներին, որովհետև պարզվեց այդքան էլ հավատացյալ չի, այսքան եւ այսպես շարունակ։ Բոլորը սա գիտեն։ Բայց բոլորը այս մի կողմ են թողում ու ասած այդ սրբի բանը հակնում են, ինչա կոչվում դա։ Սրբի դիմակ արի անվանում։ Հա, դիմակ հակնում են։ Քողը, սրբի քողը քաշում են գլխներին։ Այս հակա եկեղեցական Փաշինյանը 1937 թիվն է, հասկանում ես, չէ՞։ 1937 թիվն է, բայց կաթողիկոսը իր ենթակա հոգևորականին ասում է Նիկոլ Փաշինյանը մեղքի խորհրդանիշն է, ով իր դեմ չի պայքարում, ուրեմն ինքը եկեղեցական չի։ Ինձ այդ 1937 հասողների մեջ ամենաշատը բան են անում այն մարդիկ, ում գրպանում ախր մենք գիտենք, էլի հանգիստ, անգիր գիտենք, որ այդ մարդու գրպանում Պակի գործակալի անդամատոմսը միջև հիմա ասենց կարմիր գույնով դրած է։ Ու այդ մարդը ասում է, սա 1937 թիվն է։ Առաջ մի գնա, բան մի շատ խորացի է, Պակ անդամատոմս մի կողմ թող։ Այդ մարդիկ Այդ մարդկանց խավորությամբ է տեղի ունեցել կոմունիստական կուսակցության իշխանության գալը Գյումրիում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ վերջին անգամ կոմունիստական կուսակցությունը Հայաստանում որևէ տեղ իշխանության եկել է 1920 թվականին։ 1920 թվականից հետո մի անգամ էլ 2025 թվականին է եկել միայն Գյումրիում։ Ուրիշտեղ չի գալու, հիասթափեցնեմ բոլշևիզմի մեծ ֆանատներին, ու իսկայից հետո ասենք, բանա, եկեղեցուն Բայրաթորի անունից հայտարարություն են անում, ասում են բոլշևիկական ժամանակներում ենք ապրում։ Դուք եք բոլշևիզմը բերել իշխանության Գյումրիում ձեր արգասիկ, ձեր ինցեստային սիրո արգասիկ Վարդանիկով։ Ձեր Քոչարյանի եւ այլն։ Հետաքրքիր նորություն էլ ավելացավ։ Փաստորեն այս դեկտեմբերին, անցած դեկտեմբերին Տերաղանը կարգալույցը արվել։ Այս այնագրության ինչպեսի ֆանտաստիկ ու անսպասելի զարգացում։ Եվի լավ հոգևորական չէ Տերաղանը։ Հա, ակնհայտ ինչ որ մի վատ բան արած կլինի։ Բնականաբար ինչ տեղի ունեցի հաստատ աստվածաշնչյան կանոնների մեջ է տեղի։ Ու Տերաղանը հաստատ հուդա է, ուրիշ ձև չի կարող։ Միանշանակ չի կարող։ Գարեգին Քոչարյանասերը սուրբ է։ Իհարկե։ Քոչարյանն էլ է սուրբ։ Տերաղանը հուդա է, Դանիել Յովհաննիսյանը դանոշչիկ է։ Դանոշչիկ գործ տվող։ Այո։ Ստալինիստ։ Սամվել Կարապետյանը բարերար է, Քոչարյանը սուրբ։ Տեր-Պետրոսյանն էլ ընդհանրապես աստվածների աստված։ Սերժ Սարգսյանն էլ ի՞նչ է Սերժ Սարգսյանը։ Լավ հարց է։ Ինչ է Սերժ Սարգսյանն էլ ինչ է, չէ, Սերժ Սարգսյանն էլ ինչ է։ Հա, այդտեղ այդքան բան։ Բայց ես նայեմ մի բան ասեմ, էլի, ես իրոք կարծում եմ, որ Կտրիչ Ներսյանը, ես այլ եմ ասել։ Ինքը պետք է քարը փեշից թափի։ Նայ, ակնհայտ է, որ այդ մարդը իրան կաթողիկոս լինելը դուր չի գալիս։ Հոգևորականությունը իրան դուր չի գալիս, դա ակնհայտ է։ Լինում է, չէ՞ որ մարդ ասենք, կյանքի ասենք, չգիտեմ, 20 տարին աշխատում է, ասենք լինում է։ Օրինակ ինժեներ։ Չէ, ասենք լինում է բանկի աշխատող եւ այլն։ Բան ասենք գալիս է, ասենք 45-50 տարեկանում միջին տարիքի կրիզիսն է գալիս։ Բան ինքը հասկանում է, որ ինքը զբաղվում է մի հատ գործով, որը իրան չի բավարարում։ Իրան նոր բանապետ դառնում է նկարիչ կամ գրող, կամ ասենք իրան դուր է գալիս, ասենք չգիտեմ, IT ոլորտում աշխատել, տեղափոխվում է IT ոլորտ։ Այսպես շատ լավ կառուցապատող կլներ Գարեգինը։ Չէ։ Գարեգինը ակնհայտ է Կտրիչ է, էլի նույնքը։ Այդ մարդուն կաթողիկոս լինել դուր չի գալիս, ինքը սխալ մասնագիտություն է ընտրել։
Տենց է ստացվել, լինում է, ոչինչ։ Ինքը քաղաքական գործի չի ուզում լինի։ Չէ։ Այո, եւ ես ինչ եմ մտածում։ Իդեպ կարծեմ, եթե չեմ սխալվում, հրապարակվել է մի հատ թերթից լուր, որ 90 թե 91 թվականին Գերագույն խորհրդի ընտրությունների տեխնացու է եղել Կտրիշ Ներսյանը, պատգամավորության տեխնացու։ Իրանել հաղթել է Վազգեն Մանուկյանը, ու առաջադրված է եղել սննդար ընկերության կողմից այն ժամանակ կարողանում են ինչ-որ ընկերություններ ԲԲ-ներ կամ ԲԲ-ներ առաջադրումներ անել։ Այսինքն ինքը ուզում է քաղաքականությամբ զբաղվի, դրա համար է քաղաքականությամբ զբաղվում։ Բայց հասկանում ես ինքը միակ մարդն է, ում Վազգեն Մանուկյանը հաղթել է ընտրություններում, ինքը պետք է, բայց դա էլ է տրավմա, հասկանում ես։ Գուցե դա է աղբյուրը, գուցե դա է աղբյուրը այս ամեն ինչի։ Կա մարդ, ում Վազգեն Մանուկյանը հաղթել է ընտրություններում ու դա եղել է հա Գարեգին Քոչարյանասերը։ Եվ հետևաբար երևի Գարեգին Քոչարյանասերը այս տրավման ինտերնալիզացրել է եւ տարիների ընթացքում սենց իրան դա ստիպել է ապացուցել անընդհատ, որ ինքը քաղաքականության մեջ կա։ Իհարկե Քոչարյանի ժամանակ չէր կարող, որովհետեւ մի բան աներ միանգամից լավ բաներ չէին լինի իր հետ, որտեղ ով էր ինքը որ հակաճառեր Սուրբ Քոչարյանին։ Ոնց է չլինի մոտակայքում զուգարան կգտնվեր։ Այո, Սերժ Սարգսյանի ժամանակ էլ առանձնապես չէր կարող ձայն հանել, եկավ բանը Փաշինյանը, որը մեղքի մարմնավորումն է, եւ իհարկե եկավ Կտրիշ Ներսյանի աստեղային ժամը քաղաքականության մեջ։ Իրա համար ես ինչ եմ առաջարկում։ Ես առաջարկում եմ Կտրիշ Ներսյանին կյանքում մեկ անգամ լինել ազնիվ։ Մեկ անգամ։ Եվ քարը փեշից թափել, գլխավորել մեր ձևիսների ցուցակը։ Կտրիշ Ներսյանը թող դառնա վարչապետի տեխնացու են, չէ՞ ման գալիս մեր ձևիսները։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի տեխնացու, որովհետև 3 երկրի քաղաքացի, այսինքն 3 հայրենիք ունի։ 3 երկրի հայրենասերը անցած անգամ ֆիքսեցինք, որ հայրենակցական պոլիգամիայի մեջ է Սամվել Կարապետյանը։ Հայրենակցական պոլիգամ է Սամվել Կարապետյանը։ Այն օրը տեսա նաև իր եղբոր տղան ասում էր բոլորին դուր կգա մեր վարչապետի տեխնացում բոլորի կողմից ընդունելի կլինի։ Իդեալական պայմաններ սա փորձարկելու համար։ Նաև կհասկանանք կաթողիկոսը բոլորի համար ընդունելի է, թե չէ։ Իդեալական, այսինքն համ Գարեգին Քոչարյանասերը կյանքում առաջին անգամ մի ազնիվ բան կանի։ Երկրորդը իր կյանքի երազած գործով կզբաղվի, քաղաքականությամբ կզբաղվի։ Երրորդը բոլորս կհասկանանք բոլորի համար ընդունելի է, թե չէ։ Չորրորդը վերջապես ինքը այսքան որ պայքարում է վարչապետ Փաշինյանի դեմ, ուղիղ կարենա պայքարի։ Օրինակ 21 թվականին ամբողջությամբ միանում եմ առաջարկիդ ու բայց այդտեղ մի քանի նյուանս կա, որի մասին եւս կարծում եմ որ կարեւոր է որ խոսանք։ Շատ կարեւոր է արձանագրենք, մենք բոլորս մեր համար առաջին հերթին արձանագրենք ու բոլորն էս արձանագրեն։ Հայաստանի Հանրապետությունում գրեթե չկա քաղաքացի, որ կասկածում է, որ Կտրիչ Ներսիսյանը խախտել է կուսակրոնության ուխտով ունի զավ։ Չկա տենց քաղաքացի։ Հայաստանում բոլորը պաշտպանում են այս միտքը։ Սրա մասին առաջին թմբկահարողները պաշտպանում են, գիտեն այս թեման, հա։ Սրա մասին առաջին թմբկահարողները եղել է 2 լրատվական հրապարակ օրաթերթը, իսկ եկեղեցու ընդհանուր վատ բարքերի մասին ամենաշատը կարս ասես որ լրատվականն ա գրել 7 օր լրատվականը, որը պատկանել է գուշակիրում Անդրանիկ Թևանյանին, այո, մեր Մայր Հայաստան կուսակցության բան Անդրանիկ Թևանյանին, որը նենց հոդվածներ ա գրել եկեղեցու եկեղեցականների մասին, իհարկե ճիշտ։ Իհարկե, եթե չեմ սխալվում, մեծ մասը ճիշտ, բայց ամեն դեպքում մեր խոսույթը, որ հիմա կա որոշ եկեղեցականների մասին, դրա այդ իր գրված հոդվածների տենց մի 50%-ը չի լինի ենթադրում եմ։ Բայց այդ ժամանակ ինքը ազատ լրատվական էր իբր թե ու տենց գրառումներ էր անում, հոդվածներ էր հրապարակում, դա օքեյ էր, իսկ այսօր այդ Մայր Հայաստան կոչված չգիտեմ ինչը, այս պահին մասնակցում է, ուզում է մասնակցի վաղար շաբաթի ընտրություններին, պաշտպանենք եկեղեցի կարգախոսը։ Ես այդ իմ ասած կրկնակի մտածողությունն է, հասկանում ես, այդ double think-ն է։ Սա double think չի կամ կրկնակի մտածողություն չի, սա հասարակ դասական երեսպաշտություն է։ Պետք չի տենց բարդ անուններ տալ, ինչ որ վատ բաների, վատ երևույթներին։ Դա երեսպաշտություն է, հասարակ ռուսերեն ավելի բան է հնչում, լիցիմերի է, որ մաքուր է դա էլի, տենց հասարակ են, որ մարդը երեսին կաշի է քաշում, ասում է, էս այ հիմա ես եկեղեցին եմ պաշտպանում, 2 օր առաջ sense հոդված է գրում, այ հիմա եկեղեցին եմ պաշտպանում, կամ հրապարակ օրաթերթը գրում է հակա եկեղեցական։ Ինչի համար գնացել էին հրապարակ օրաթերթը այդ իր հոդվածում, որտեղ բացահայտում էր Կտրիչ Ներսիսյանի դստերը։ Հերիք չէ անունով էր գրել։ Ինչը մենք երբեք չենք անում, թեև գիտենք բոլորս էլ անունը։
գրել էր անունը, ազգանունը, գրել էր աշխատանքի վայրը, այդ աշխատանքի վայր էր գնացել, այդ մարդկանց էր բանալ, թիրախավորել էր ի դեպ Կտրիչ Ներսիսյանի դստեր, ինչ որը ոչ մի մեղք չունի, ոչնչում մեղք չունի եւ մենք դա դատապարտելի արարք ենք համարում, քանի որ մեր կռիվը կոպիտ ասած իր հետ չի, իր ուխտադրուժ հոր հետ, այդ զավակը ոչ մի մեղք չունի։ Ու խնդիրն էլ այնքանով է, որ մարդը փաստացի ուխտա խախտում ու չի կարա լինի կաթողիկոս։ Կաթողիկոս չի, այսինքն։ Ինչևէ, հրապարակը sense գրում հոդվածներ է չգրում։ Նիկոլիև ՔՊ-ի հակաեկեղեցական արշավը։ Այ մարդ, դուք եք գրել դրա մասին առաջինը հայկական մամուլում։ Դուք եք գնացել, գնացել գտել այդ մարդու զավակին ու հրապարակել դա համայն աշխարհին ի ցույց։ Մենք ենք հակաեկեղեցական բանան։ Բա Տեր-Պետրոսյանն ու յուր առաքյալները մի քանի։ Դա արդեն։ Ասենք 2008 թվականին մարտի 1-ից հետո, եթե չեմ սխալվում, Կտրիչ Ներսյանը գնացել էր Լևոն Տեր-Պետրոսյանի տուն, նա չէր ընդունել։ Չէր ընդունել։ Ինչ դա հակաեկեղեցական արշավ էր, հա։ Ոչ։ Դա սուրբ գործողությունն է։ Կամ դու չես հասկանա դա ինչ։ Հա, ես չեմ։ Դու չես հասկանում։ Անքննելի են գործերը Լևոնի, հա։ Անքննելի են գործերը Լևոնի։ Ինչևէ, ստեղ էլի մի քանի բան ունենք, ինչ մենք խոսացինք Տաշիրի ցուցակը գլխավորելու մասին։ Բայց չես կարծում իրոք որ դա շատ լավ գաղափար է։ Ֆանտաստիկ գաղափար է, ամբողջությամբ պաշտպանում եմ, կարծում եմ Արշակին էլ պետք է նշանակեն ընտրական շտաբի Ընդ որում թող հաստատներ չբերեն էլի, դե ոնց կարող է կաթողիկոսը լինել վարչապետ տեխնատու։ Եթե arczepiskoposը կարող է, իրանք ուզում են, չէ՞ որ Բագրատ Վազգեն Գալստյանը լիներ, չնայած երկքաղաքացի էր, դրա համար չէր էլ կարող լինել։ Հիմա հուսանք Կտրիչ Ներսյանը մենակ Հայաստանի քաղաքացի է։ Ինչ որ մի բան ինձ հուշում է, որ դա այդքան էլ տենց չի լինի ամենայն հավանականությամբ, բայց սա իմ մտքերն այլ բաներ չգիտենք։ Հա, չգիտենք եւ ելնելով այն կանխավարկածից, որ միայն Հայաստանի քաղաքացիա կոչ են կանում անպայման առաջադրել